Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին քննարկված են համագարկային խնդիրներու լուծման ուղիները։ Չի բացառվիր, որ մոդաբակային հայտարարեն Սյունիքի նշացողը պետք է իջեցնենք։ Թուրքիո եւ Ադրբեջանի համար հարմար բահե խորացնելու Արևելյան Հայաստանի վրա ճնշումները։ Իրանն ու Իսրայելը գրգին հայտնած են իրենց տարածքներուն հարվածներուն մասին։ Զոհերգան։ Դորդումի անդարներուն մեջ թաքնված միջնատարյան հրճերի ամրոցը նկարահանված է անօտաչու թրջող սարքի միջոցով։ Ռաֆայել Լեմկինի անունը հավերժացված է հայերու թեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիրին մեջ։ Ջեմալ Փաշան Դամասկոսի մեջ կվերանայի թրկացված հայ որբերը։ Տալիատ Փաշայի հուշարձանի դեղատրումը փուրն քննադատություն ստեղծած է։ Լուսանկարիչ Անդրու Ֆերնանդեսի ցուցահանդեսը բացված է Իսպանիո մեջ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 20-րդ նիստի ընթացքին ելույթ ունեցած է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ բարոն Արմենակ Աբրահամյան, անդրադառնալով համագարկային խնդիրներուն եւ անոնց լուծման անհրաժեշտության։ Ան շեշտած է, որ օրենսդիր մարմինը պետք է լրջորեն զբաղի այս հարցերով, ապահովելով օրենքի պահանջներուն համապատասխանությունը։ Բոլոր նախաձեռնությունները ըստ անոր պետք է ունենան հստակ իրավական հիմք, հիմնված Արևմտյան Հայաստանի օրենքներուն եւ սահմանադրական թրույթներուն վրա։ Նիստի ընթացքին անդրադարձ կատարված է նաեւ օրենսդրական ղեկավարումներու անհրաժեշտության։ Ներկայացված է նոր ընդրված քարտուղար Էդիտա Պեկլարյան։ Հետո բարոն Արմենակ Աբրահամյան ներկայացուցած է կանոնակրային փոփոխություններու առաջարկներ, նշելով, որ անհրաժեշտ է ղեկավարել պատգամավորներու ներգրավվածությունը եւ նախաձեռնություններու ներկայացման ընթացակարգերը։ Նախադեсված է, որ համապատասխան կանոնագարկը պիտի հաստատվի առաջիկա նիստի ընթացքին։ Ամփոփելով, բարոն Արմենակ Աբրահամյան գոչ ուղեց պատգամավորներուն ըլլալ ավելի նախաձեռնող եւ աշխույժ մասնակցել բոլոր ցերնարկներուն եւ օրենսդրական աշխատանքներուն։ Արևելագետ Կարինե Քևորքյան եւ քաղաքագետ Արթուր Խաչիկյան քննարկած են Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմը եւ անոր հետևանքները։ Կարինե Քևորքյանի կարծիքով այս զարգացումները դեղի կունենան Միացյալ Արևմուտքին մեջ խորացող ճգնաժամի հարթակին վրա։ Ան կգործե, որ Իրանը չբարդվեցավ այս ճակատամարտին մեջ հագարակ ունեցած կորուստներուն։ Իրանը որպես հզոր պետություն կշարունակե ներքին գայունացման ջանքերը։ Արթուր Խաչիկյան ընդգծեց, որ Իսրայելի եւ Ամերիկայի քայլերը լրջորեն հեղինակազրկած են միջազգային իրավունքը։ Անոր կարծիքով աշխարհը մտած է ուժեղին իրավունքի հանգրվան, իսկ մերձավոր արևելքը նոր պատերազմի շեմին։ Ան միևնույն ժամանակ մտահոգություն հայտնեց, որ Իրանի թուլացումը կգրնա զորացնել Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան առանցքը եւ ավելի մեծ ճնշում բանալ Հայաստանի վրա, հանգելով նոր զիջումներու։ Ան զսկուշացուց, որ հնարավոր են գաղտնի պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը թերդեղյակ չէ, եւ այս հանգամանքն ալ ավելի վտանգավոր կդարձնե իրավիճակը Հայաստանի համար։ Ըստ Տասնիմի հաղորդումին իսրայելյան ուժերը գրգին օտային հարվածներ իրականացուցած են Տեհրանի դարբեր շրջաններեն ներս։ Ինչպես կնշեն իրանյան լրատվամիջոցները, Իսրայելը հայտարարած էր Տեհրանի 6-րդ եւ 7-րդ շրջաններեն բնակիչներու դարհանման մասին։ Որոշ տեղեկություններու համաձայն միևնույն ժամանակ հարձակումներ դեղի ունեցած են նաեւ երկրի հյուսիսային, հյուսիսարևմտյան եւ հարավային որոշ քաղաքներու վրա։ Հայտնած են նաեւ թե դիտավորյալ գերբով սպանված են երկու իրանցի միջուկային գիտնականներ։ Տեհրանի թեմ Իսրայելի հարձակման ընթացքին անօտաչու թրջող սարքը դարձած է հագաուտային պաշտպանության համագարկերու թիրախը եւ խոցված է։ Իր գարկին Times of Israel-ը հաղորդե, որ Իսրայելի պաշտպանության բանակի դվյալներով Արավոտյան Իրանի գոմե Իսրայելի ուղությամբ արձակված են 6 հրթիռ 2 դարբեր համաձարգով։ Առաջին հարվածը ընդգրկված է 2 հրթիռ, իսկ երկրորդը 4։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած էր, որ Իրանը եւ Իսրայելը գրեթե միաժամանակ թիմած են իրեն խաղաղություն խնդրելով։ Անոր հաջորդած է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունը, ըստ որուն Իրանը պատրաստ է թատրեցնելու իր պատասխան գործողությունները, եթե Իսրայելի հարձակումը թատրի Իրանի ժողովրդին թեմ։ Արևմտյան Հայաստանի Գարին նահանգի Դորդումի շրջանի Անտարաբադ բարձունքին վրա գտնվող միջնատարյան հրճերի ամրոցը դարձած է պատմության եւ բնության սիրահարներու ուշադրության կետ։ Վերջերս ան նկարահանված է անօտաչու սարքով։ Ամրոցը կառուցված է զարիտապ ժայռի վրա Անդարի սրդին մեջ եւ կարելի է հասնել միայն քալելով։ Բادرը դաշված քարով շինված տարեր շարունակ պահած են ամրոցը։ Չնայած որոշ պատերու փլուզումին անմեծ մասամբ կանգուն մնացած է։ Հուշարձանը կփայլի իր պատմական կարևորությամբ եւ բնության հետ ներտաշնակ ձևով։
Հունիս 24-ին Ծիծեռնակապերտի 100 թեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիրի հուշաբադին ավելցավ Ռաֆայել Լեմկինի անունը ցեղասպանություն եզրույթին հեղինակին եւ արդարադատության նվիրյալին։ Անոր ծննդյան 125-ամյակի առթիվ Նյու Յորքի Գերեզմանադան հողով սապորմը ամփոփվեցավ Լեմկինի հուշակարի գողքին։ Միջոցառումը նվիրված էր այն մարդուն, որ առաջին անգամ միջազգային իրավունքին մեջ ձևակերպեց ցեղասպանության գաղափարը, ոգեշնչված 1915-ի հայերու ցեղասպանութենեն։ Իր ջանքերով ՄԱԳ-ը 1948-ին ընդունեց համապատասխան համաձայնագիրը։ Ցեղասպանության թանգարան հիմնարկի տնօրեն Էդիտա Կզոյանը նշեց, որ Լեմկինը մեկ բառով ամբողջացուց հայ ժողովրդի դարաբանքը եւ ներկայացուց ձայն համաշխարհային իրավական դաշտին մեջ։ Հուշաբադին մեջ ամփոփված են նաեւ այլազգի գործիչներու անուններ, որոնք բարձրացայնած են ցեղասպանության մասին։ Այս նախաձեռնությունը սկսած է 1996-ին որպես երախտագիտություն մարդասիրական ցայն բարձրացնողներուն։ 1917 թվականին Դամասկոսի մեջ Օսմանյան գայսրության ռազմական ղեկավար Ջամալ Փաշան վերանայած է հայ որբերը, որոնք առաջին համաշխարհային պատերազմի տարիներում բռնի գերբով թրքացված էին։ Այս տեսարանը գծարայե որպես օրինակ այն քաղաքականության, որով Օսմանյան իշխանությունները գործեին հայ ժողովուրդը մշակութաբես ցուլել ցեղասպանության ժամանակ կիրառելով ոչ միայն ֆիզիկական, այլև ինքնության վերացման ուղին։ Թրքացման ենթարկված այս մանուկները զրկված ըլլալով իրենց ընտանիքներեն, գրոնեն եւ լեզուեն դաստիարակված են իբրև մահմեդական եւ թրքացած։ Այս դեպքը կվկայե այն մասին, թե ինչպես համագարկված ցևով կգիրարգվեր ազգաբնակչության վերահսկում եւ մշակութային բռնաճնշում։ Թուրքիո ազգային մեծ ժողովին մեջ լարվածություն առաջացավ Թալիաթ Փաշայի հուշարձանի դեղադրման հարցով։ Դեմ գուսակցության պատգամավոր Ջորջ Ասլան բողոքեց նախաձեռնության դեմ, հայտարարելով, որ հուշարձանը պետք է նվիրվի 1915-ին սպանված հայերուն, այլ ոչ թե ցեղասպանության գազագերբչին։ Մենք չենք ընդունիր հուշարձանը մեգուն, որ հրամայեց հայերու զանգվածային սպանությունը։ Ոմանց համար անհերոս է, բայց մեզի համար մարդասպան, ըսավ Ասլան։ Անոր խոսքը բուրըն արձական կստացավ հատկապես լավ գուսակցության պատգամավորներուն կողմէ։ Մանիսայի պատգամավոր Շենոլ Սունատ զայն թավաջան գոչեց, իսկ նիստը ստիպված եղավ ընդհատել։ Հուշարձանը դեղադրված է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի որոշումով իբրև արտաքին գործոց նահատակներու հիշադակի համալիրի մաս։ Այս որոշումը լայն թշկողություն առաջացուց, մասնավորապես քրիստոնեական փոքրամասնություններու եւ ցեղասպանությունը ջանցող շրջանակներու կողմէ։ Ասլան հիշեցուց, որ Օսմանյան գայսրության քրիստոնյա բնակչությունը 1915-ին շուրջ 3 միլիոն էր, մինչ այսօր մնացած են միայն տասնյակ հազարներ։ Ինչ պատահեցավ այդ ժողովուրդներուն, հարց տվավ ան, գոչ ուղելով արդար արերես։ Այս միջադեպը անգամը եւս կհաստատե, որ ցեղասպանության նյութը կմնա Թուրքիո քաղաքական լարվածության կետրոններեն մեկը։ Իսպանիո Սանդիլարի Սագալմ քաղաքին մեջ փախստականներու միջազգային օրը նշվեցավ լուսանկարիչ Անրո Ֆերնանդեսի Արցախ էթնիկ զդումի թեմքերը ցուցահանդեսով։ Միջոցառումը կազմակերպված էր Կատալոնիո Արարատ հայկական միությունը քաղաքապետարանի աջակցությամբ։ Փանախոսները ներկայացուցին 2023-ին Լեռնային Ղարաբաղեն բռնի տեղահանված շուրջ 120,000 հայերու ողբերգությունը եւ Արցախի հայ բնակչության բռնակախտը։ Շեշտվեցավ, որ Լաչինի միջանցքի շրջափակումը կկազմի ցեղասպանության նոր ցև, ինչպես հաստատած էր նաեւ միջազգային դատարանը։ Ելույթ ունեցան Սարգիս Հակոբյան, Անրու Ֆերնանդես եւ Սլավի Հարությունյան, անդրադառնալով մարդու իրավունքներու խախտումներուն եւ միջազգային հանրության լրության։ Ցուցահանդեսը նպատակ ունի լուսաբանել արցախցի փախստականներու դարաբանքը, դադարել Ադրբեջանի էթնիկ զդումները եւ գոչ ուղղել համերաշխության եւ դադարման։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։